Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին Ծիծեռնակաբերդի բարձունքից ոչ հեռու գտնվող հետիոտնային անցումն այս տեսքն ունի։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմացի գետնանցումը բարեկարգելու մասին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր դեռ հունվարին։ Առաջիկայում տեղի կունենա բարեկարգման աշխատանքներ եւ մեր քաղաքացիներին վերադարձնենք ավելի բարեկարգ, հարմարավետ եւ անվտանգ գետնանցում։ Քաղաքացիները դեռ սպասում են խոստացված բարեկարգ ու անվտանգ գետնանցմանը, այնինչ հայտարարությունից 3 ամիս անց անգամ մրցույթ չի հայտարարվել։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Ֆակտոր TV-ին հայտնեցին, որ Հալաբյան Լենինգրադյան փողոցների հատման գետնանցումում Աջափնյակ վարչական շրջանի կողմից կատարվել են քանդման եւ մաքրման աշխատանքներ, տարածքը բերելով պատշաճ տեսքի, իսկ Երկխաղլույս ՓԲ-ի կողմից կատարվել է լուսավորության ցանցի անցկացում։ Ճիշտ ասած, այս բանի վիզուալ չգիտեմ ինչ իրավիճակը, վարչական շրջանի ղեկավարի հետ կխոսեմ։ Գետնանցման անմխիթար վիճակի վերաբերյալ Երևանի ավական ու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի արձագանքն այսպիսին էր։ Երբ արդեն տեսանյութով ցույց տվեցինք, թե տարածքում ինչ վիճակ է, արձագանքեց։ Շատ լավ, այսինքն կրպակները հանել են, անցնել հնարավոր է, բայց վիզուալ առումով խնդիր կա, ճիշտ եք ասում, պետք է լուծվի։ Բոլոր առումներով խնդիր կա։ Հա, ճիշտ եք ասում։ Մայթից մինչև աստիճաններ, գարշահոտություն։ Շատ լավ, հա, պետք է լուծվի այդ խնդիրը։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ ասաց, հարցն իր համակարգման տիրույթում չէ։ Երկուշաբթի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց, ապրիլի 24-ից առաջ աշխատանքներ կարվեն ստորգետնյա անցումում։ Ստորգետնյա անցումը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի կողմից կարգի է բերվում, իդեպ բոլորից առաջ այնտեղ եղել էր նաև պարոն Փամբուխչյանը, տվել համապատասխան հանձնարարականներ, միասին այցելել ենք, պատշաճ տեսքի կբերվի, կլուսավորվի, որտեղից կիրականացվի ծաղկի վաճառքը։ Ստացվում է հունվարին արված հայտարարությունից հետո քաղաքային իշխանությունը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցից ընդամենը նորեր առաջ է մտածում գետնանցումը պատշաճ տեսքի բերելու մասին։ Ֆակտոր TV-ին խնդրի մասին ահազանգած բնակիչները նաև հարց են բարձրացնում նման իրավիճակում օդային տագնապազդանշանի դեպքում որքանով գետնանցումը կարող է ծառայել որպես պատասպարան, ինչպես նշված է այս ցուցանակում։ Ֆակտոր TV-ի տեսախցիկ նորվա վերջում արձանագրեց, որ քաղաքապետարանը ծածկել է գետնանցման քանդված հատվածը։